Բարև բոլորին, ես Ձյաննան եմ, ով ապրում է Ճապոնիայում եւ պատմում է ճապոնական կյանքի մասին։ Ինչպես տեսնում եք, այս անգամ ես մենակ չեմ, ես շրջապատված եմ իմ ընկերներով, որոնք գնում են արդեն։ Մենք հիմա գտնվում ենք Նարայում։ Նարան իրենից ներկայացնում է ճապոնական հին մայրաքաղաքը, այն եղել է հին մայրաքաղաքը Ճապոնիայում շատ տարիներ առաջ։ Ես կպատմեմ ձեզ Նարայի մասին, թե ինչու են այստեղ եղնիկներ, ընդհանրապես, թե ինչն է դրանց իմաստը, ինչու այստեղ եղնիկները չեն փախնում։ Բայց այդ ամենը դուք իմանաք շատ շուտով, ինչպես նաև դուք իմանաք Բուդդայի, մեծ Բուդդայի արձանի մասին, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված տաճարի մասին, այդ ամենը շատ շուտով։ Իսկ դուք չեք մոռանում բաժանորդագրվել իմ YouTube-յան էջին եւ լայքեք այս վիդեոն, տեսեք նայեք ինչ սիրուն են իրանք, լայքեք իրանց համար։ Նարան, որը ժամանակին հայտնի էր որպես Հեյջոկյո, այն եղել է Ճապոնիայի առաջին մայրաքաղաքը 710-ից 794 թվականներին։ Այստեղ են գտնվում Ճապոնիայի համաշխարհային ժառանգության 3 օբյեկտները եւ այստեղ կան բավականին շատ տպավորիչ սրբավայրեր, տաճարներ եւ ավերակներ եւ այլ հետաքրքիր վայրեր։ Նարան կարելի է ասել, որ օրհնված է, որովհետեւ այն ինչ որ կերպ կարողացել է ճողոպրել երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ համատարած ոչնչացումից, գումարած նրան հաջողվել է շատ լավ պահպանել իր պատմական հմայքը։ Նարան ոչ միայն հայտնի է իր բազմաթիվ սրբավայրերով եւ տաճարներով, այստեղ մարդիկ մեծ մասամբ գալիս են, որպեսզի տեսնեն այս հրաշք եղնիկներին։ Նարայում եղնիկները ամենուր են, նրանք ընդհանրապես չեն վախենում մարդկանցից։ Նարան դարձել է, այսպես ասած, եղնիկների սիմվոլը, բայց ինչու է հենց Նարայում այսքան շատ եղնիկներ, ինչու ճապոնական ուրիշ այլ քաղաքներում եւ վայրերում չկան այսպիսի շատ եղնիկներ, դա ունի իր ուրույն բացատրությունը։ Ըստ ճապոնական լեգենդի, շատ դարեր առաջ Տակեմի Կակուջուկին, ամպրոպի եւ թրերի աստվածը, երկնքից իջավ եղնիկի վրա Նարան պահպանելու համար, եւ Նարայի բոլոր եղջերուներն ու եղնիկները համարվում են այդ սուրբ եղջերուի հետնորդները, այսինքն նրանք նույնպես սուրբ են։ Դրա համար շատ ճապոնացիներ դեռ հավատում են այս լեգենդին եւ ոչ ոք Նարայի եղնիկներին ձեռք չի տալիս, այսինքն ոչ մի բռնություն այդ եղնիկների նկատմամբ չկա, նրանց կերակրում են, նրանք ապրում են շատ լավ, ես կասեի այստեղ եղնիկները ապրում են շատ մարդկանցից ավելի լավ, որովհետեւ այստեղ ամեն օր գալիս են բազմաթիվ տուրիստներ, նրանք կերակրում են եղնիկներին, ինչպես նաև հենց քաղաքի ղեկավարությունը նույնպես հոգետանում եղնիկների մասին եւ այստեղ կա մեծ այգի եւ այստեղ բազմաթիվ եղնիկներ են ապրում եւ բազմանում են եւ հանգիստ ապրում են, սակայն այն մարդիկ, ովքեր կոնտակտի մեջ են մտնում եղնիկների հետ, պետք է զգույշ լինեն, որովհետեւ այս եղնիկները վայրի եղնիկներ են, միշտ պետք է հիշել, եթե դուք մի օր ուզում եք գաք Նարա եւ այսպես ասած դիպչեք եղնիկներին, դուք պետք է անպայման զգույշ լինեք, որովհետև այս եղնիկները ինչքան էլ որ լավ լինեն, լավի կլինեն, դրանք վայրի կենդանիներ են եւ դա պետք է անպայման հիշել եւ առավել եւս աշխատեք որցերից հեռու լինել, որովհետեւ որցերը դուք գիտեք մեծ մասամբ ավելի ագրեսիվ են լինում, քան էգերը։ Այս այգին կոչվում է Նարայի այգին եւ իհարկե այն համար մեկ վայրն է, որ պետք է պարտադիր այցելել եւ ինչի թվում որ կա որևէ մեկը, ով գալիս է Նարա եւ այցելում է միայն սրբավայրերը եւ չի գալիս այս այգին եւ տեսնի եղնիկներին, որովհետեւ դա անհնար է։ Կարելի է նույնիսկ գնել բազմաթիվ հուշանվերներ եղնիկների հետ կապված եւ տանել տուն։ Hi, konnichiwa, senpei. Arigatou gozaimasu. Հիմա ես գնեցի նրանց համար ուտելիք, դուք նայում եք արդեն նրանք մոտենում են, քանի գնում մոտենում են։
Նարան հայտնի է ոչ միայն իր հրաշալի հրաշք բնությունով եւ հրաշք եղնիկներով, որոնք դուք տեսաք հավանաբար, այն նաեւ հայտնի է իր մեծ տաճարով եւ դեպի տաճար տանում են այս հրաշալի այս կառույցը, այս գեյթը, որը կոչվում է Նանդայմոն, այն պատրաստված է լրիվ փայտից, այն շատ հրաշք է եւ շատ հին է, այն մոտավորապես թվագրվում է 7-րդ թե 8-րդ դար, եթե ես չեմ սխալվում իհարկե, դուք դրա մասին կարող եք կարդալ, բայց եկեք հիմա գնանք եւ տեսնենք մեծ տաճարը, որը գտնվում է այստեղ ներսում եւ ինչպես նաեւ տեսնել մեծ հրաշք Բուդդային։ Ես էլ եմ շատ հետաքրքրված, որովհետեւ ես երբևէ չեմ տեսել մեծ Բուդդա, դրա համար եկեք գնանք եւ տեսնենք։ Եվ եթե կարողանանք, ես ձեր համար կնկարահանեմ։ Գնացինք։ Նարայում գտնվող ամենահայտնի տաճարներից է այս բուդդիստական տաճարը, որը հիմնադրվել է Կայսր Շոմուի կողմից։ Այն ամենահայտնի տեսարժան վայրն է եւ հայտնի է իր հոյակապ բրոնզե Նարա Դայբուցու արձանով, այսինքն Նարայի մեծ Բուդդան, այստեղ կա մի հսկայական Բուդդայի արձան, որը ես ուղակի ցնցված էի, այն իրոք զարհուրելի էր եւ այնպիսի տպավորություն էր, որ Բուդդան նայում էր հենց քեզ վրա։ Բուդդիզմը իմ կրոնը չէ, եւ բայց ես իրոք ինձ համար դա իրոք շատ հետաքրքիր էր եւ անհնար է որ ինչ որ մեկը անտարբեր անցնի այս հսկայական Բուդդայի արձանի կողքով եւ այստեղ կան ոչ միայն Բուդդայի արձանը, այլ արձաններ, սակայն ամենագլխավորը իհարկե Բուդդայի արձանն է։ Տոդայջի տաճարը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Այն իրոք այնպիսի վայր է, որ պետք է պարտադիր գալ եւ վայելել։ Այսպիսով թույլ տվեք ավարտել Նարայի մասին վիդեոն։ Ես հուսով եմ այն ձեզ դուր եկավ, ես հուսով եմ, որ դուք սարսափազդեցիք Բուդդայի արձանով եւ հիացաք այդ հրաշք եղնիկներով։ Անպայման բաժանորդագրվեք իմ YouTube-յան էջին, որ բաց չթողնեք վիդեոները ավելի նոր եւ ավելի հետաքրքիր Ճապոնիայի մասին եւ ինչպես նաեւ մի մոռացեք լայքել այս վիդեոն։ Եթե դուք չեք լայքել դեռ այս վիդեոն, հենց հիմա լայքում եք այս վիդեոն եւ սպասում եք իմ նոր վիդեոներին։ Գրում են կոմենտներ, որ ես հասկանամ դուք հավանեցիք այս վիդեոն թե ոչ։ Bye bye.